Բարի երեկո ձեզ սիրելի քուրեր ու եղբայրներ, հայեր ջան, Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով շատ ուրախ եմ բոլորիդ ողջունել։ Ամեն, ամեն, ամեն։ Փառք մեր Տիրոջը, ամեն, ամեն, ամեն։ Սիրելիներս, Աստված միտք է տվել եւ այդ նշանները կատարվում են, սիրելիներս։ Մեր ժամանակակից աշխարհում անկախ ամեն ինչից ինչ է տեղի ունենում Հայաստանում, Փաշինյան ընդդեմ Գարեգին II, նաև այդ մեծ հարցերն են Իսրայելի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, սիրելիներս, անկախ ամեն ինչից, այս ամեն ինչից ելնելով, սիրելիներս, իրականությունից կան մտքեր, որոնք, սիրելիներս, Աստծուց տրվել է ձեր խոնարհ ծառային, որպեսզի փոխանցեմ ձեզ, եւ սիրելիներս, մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որ աշխարհում կան տարբեր կրոններ, կրոնների մեջ տարբեր ճյուղեր, եւ մասնավորապես քրիստոնյա աշխարհում, եւ որտեղ կա ավետարանական եկեղեցիներ, համասփյուռ եկեղեցիներ, այսինքն առաքելահիմն, սիրելիներս, որից է հայկական եկեղեցին, ռուս ուղղափառը, կաթոլիկը, հռոմեական, ղպտական եւ շատ, սիրելիներս, նաեւ կան ավետարանական, որոնք գոյացել են 19-րդ դարում եւ դա տեղի ունեցել այն ժամանակ, երբ որ այդ ընդհանրական եկեղեցիներում Մարտին Լութերի ժամանակներից, իհարկե, 16-րդ դարում մասնավորապես սկսել է շարժումը, բայց հիմնականում 19-րդ դարից, եւ սիրելիներս, դա ասում է վկայում է դրանով, որ ոչ սուրբ են իրենց դրսևորել քահանաները, Տեր հայրել ասածով իրենց կոչվող եկեղեցականները, եւ սիրելիներս, դա ասում է ինչի համար, որ հենց ավետարանական եկեղեցիների միջև էլ կա պառակտումներ, բայց սիրելիներս, չէ որ որտեղ Սուրբ Երդությունը քարոզում, այնտեղ Քրիստոսն է, իսկ Աստված չի բաժանվում եկեղեցիների, սիրելիներս, դրա համար բոլորը իրար եղբայրներ են, ինչպես Հովսեփը եւ իր եղբայրները, անկախ ամչից թե ինչ են արել Հովսեփին, բայց սիրելիներս, ավետարանական եղբայրական եկեղեցիներում հայ առաքելական բոլորը մեկ են եւ բոլորը Աստծուն են ծառայում, սիրելիներս։